Ջրի արտահոսքի հետքերով բազմաբնակարան շենքի ներսում ենք, այսինքն ինքներս մեզ ենք ջրում, հարևանների մոտ չի արտահայտվել, վիճակը սա է, այսինքն տակից ջեռուցման համակարգն է անցնում, բայց խնդիրը ջեռուցման համակարգից չի, ճնշում անկում չունենք։ Հետազոտությունները խոնավաչափով բերել է այս վանայի հատվածը, այսինքն վանան արդեն քաշել եմ, արդեն խնդիրը գտել եմ, մնում է խնդիրը ապացուցվի եւ վերջ։ Այսինքն ուսումնասիրություններով կասկածելի հանգույցը ստեղ է, վանան ենք դեմոնտաժարել, ասես ստենդանման բան ենք սարքել, սա ջրամատակարարում ուղղակի կապահով ենք այս միացումին, միացումը ոչ մի ձևով չենք խախտել, այսինքն հետազոտություններով կարծում եմ, որ ինքը տակը ուղղակի մանր արտահոսում է, սենց են արել ըստ երևույթին ժամանակին ուզել են ըստ լողախցիկ տեղադրել, հետո փոշմանել են ջակուզի են դրել, մի խոսքով անցնենք փորձարկումների, այս պահին մեր ջերմատեսիլը կֆիքսի, այսինքն ֆիքսում է հետևյալ պատկերը, հեսա հասկանանք ինչ հոսքեր ունենք օգտագործելու ժամանակ։ Այս էլ մեր արտահոսքը, այսինքն էլի միացումից է, գոֆրը կոյուղագծին, հեսա ջերմատեսիլով ցույց տամ ինչ պատկեր ընդունում։ Դե ջերմատեսիլը պահելու կարիք էլ չկա, այսինքն այս սիֆոնի այս հանգույցից ամեն լողանալուց ինքը թողում է տակը արդեն միկրոսկոպով ստուգած է, այսինքն ինքը այնտեղ ճաքեր ունի, այդտեղից է քանդում քաշում է հատակի տակ շենքը, այսինքն մոնոլիտ է, հատակը մոնոլիտ է, մոնոլիտի թեկությունով տանում է այն ամենագերխոնավ հատվածը այս պատի հետևն է, այսքանը։